Հայկական արմատներով երաժիշտ, որ գրավեց եվրոպացիների սրտերը, ֆրանսիացի կոմպոզիտորներից ամենահայը Միշել Լեգրան։ Նա 13 անգամ նոմինացվել է Օսկարի, որից 3-ի դեպքում ստացել այն, առաջինը 1968 թվականին։ The winner is Michel Legrand for Summer of 42. Երաժշտական ընտանիքում ծնված Միշելը ընդամենը 11 տարեկանում ընդունվեց Փարիզի կոնսերվատորիա, 22 տարեկանում ամենավաճառվող ալբոմի հեղինակն էր։ Օսկարից բացի առաջադրվել եւ արժանացել է այլ բոլոր հնարավոր երաժշտական մրցանակների՝ 5 անգամ Գրեմի, 1 անգամ BAFTA, 1 անգամ Ոսկե գլոբուս։ Նա Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ է։ 4 անգամ էլ Հայաստանում է եղել, առաջինը 2004 թվականին Շառլ Ազնավուրի հետ համատեղ համերգի։ Երկրորդ անգամ Հայաստան եկել է 2009 թվականին Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով։ Նրան Հայաստանի Պատվո շքանշանով են պարգևատրել։ Լեգրանն իր պատմական հայրենիքում եղել է նաև 2012 եւ 2017 թվականներին։ Գրել է մոտ 800 ստեղծագործություն 250 ֆիլմի համար։ Ձայնագրել է ավելի քան 100 ձայնասկավառակ։ Լեգրանը մի անգամ ասել է՝ նվագելիս դու 10 մատ ունես, իսկ երևակայության մեջ անվերջություն։ Այսպիսին էր հայ-ֆրանսիական դեմքի պատմությունը Օսկարում։ Եթե ձեզ այլ պատմություններ եւս հետաքրքիր են, ապա հետևիր իմեջին։